Հարցարկո Բուլղարահայ քաղաքի ներկայացուցիչներ, խմբագրական գազմեր և ուսուցչական և ազգային միություններու ներկայացուցիչներ։ Իմ անունս Հակոբ Այնթաբլյան է։ Ես ծնած եմ Հալեբ, Սուրիա, քաղաքականներու զավակ։ Մինչև 10 տարեկան հայերեն չէի գիտեր։ Մեր դունը թրքախոս էին։ 10 տարեկանին դպրոց գացին իմ քույր եղբայրներուն հետ, դպրոցը հայերեն սորվեցանք և մեր ծնողքին հայերեն սորվեցուցինք։ Ուրեմն մեր մեջ հարաճացավ ինքնության ճանաչումը, թե մենք ով ենք։ Ուրեմն կապվեցանք հայության հետ։ Մենք Հալեբի արվարձաններուն շրջակա կապրեինք, ուրեմն մեր թաղի մեջ եղողները բոլոր հայեր էին։ Սկսանք հայերեն պատմությունը սորվիլ և որոշեցինք, որ մենք հայ պիտի մետնանք և պիտի հայության օգտակարալը։ Ինչու համար։ Անցմը, որ ինքնությունը ճանչնա, պիտի ճանչնա, որ կպատկանի ազգիմը, այդ ազգը հայ ազգն է։ Հայ ազգը ունի իր բաղադրիչները, իր ժողովուրդը, իր հայրենիքը, իր լեզուն, իր գրոնը, իր մշակույթը և ավանդությունները։ Այս 6 սյուներու վրա է, որ ազգը գոյատևած է։ Թուրքը եկած է Հայաստան, գրաված է իր հողը, որբեսի իր հողը և հարստության դիրանա 3 կերպով վրած է։ Սպանած է, թրքացուցած է և իր հողեն վրընդած է։ Բոլսահայերը դարբեր են, թուրքը որոշ մասերը, ապրողները դարբեր են, բայց մեծ մասամբ Կիլիկիա, Արևմտյան Հայաստան և Արևելյան Հայաստանի հայ ժողովրդին ամեն ընտանիքի մեջ զոհեր եղած են։ Երբ որ թուրքը դեղահանած է հայերուն սպանել են ետքը, անոնք որ ապրած են, հաստատված են Հայաստանի սահմանագից երկիրներու մեջ։ Սուրիա, Լիբանան, Եգիպտոս, Հորդանան, Ռումանիա, Բուլղարիա, Հունաստան և այլն։ Ինչու։ Որովհետև միտքերնի մեջ մեկ բան կար, որ քաղաքականությունը կփոխվի և կվերադառնան իրենց պապենական հողը։ Հայաստան կգոչվի այն տարածքը, ուր հայերը 8 դար ապրած են։ Գուրքեդեն հարավ, Եփրատի ծոցին շրջանը, մինչև Սև ծովը և Միջեգրադանը։ Այդ մասը կգոչվի հայք, մեծ հայք և փոքր հայք։ Ուրեմն, երբ որ գցենք Հայաստան, չենք հասկանալ, որ ներկա Հայաստանը իսկական Հայաստանին 1/5-ն չէ։ Հայաստան մեծ ընդիկրանի ժամանակ եղած է 400,000 քառակուսի կիլոմետր։ Հայքը եղած է 200,000 քառակուսի մետր։ Առաջին աշխարհամարտին, երբ որ Թուրքիան և Գերմանիան պատերազմ գործունեություն, հայերուն հատկացուցին Հայաստան։ Այդ հողը 162,000 քառակուսի կիլոմետր։ Ուրեմն
միջազգայնորեն Հայաստանը 162,000 քառակուսի կիլոմետր է, մինչդեռ ներկա Հայաստանը 30,000 աղջիկա։ Ուրեմն 1/5 մնացած է։ Մնացածը գրաված է Թուրքիան, արևմտյան մասը, արևելյան մասը Ադրբեջանը։ Ադրբեջանն է Թուրքիա։ Ուրեմն մենք սպյուրքի մեջ, որ ծնած ու ապրած ենք, մեր հողերը գրաված է Թուրքն ու Ադրբեջանը։ Սպյուրքի մեջ ինչու համար մենք հայերեն կսորվինք, եկեղեցիներ ունենք և ավանդությունները և մշակույթը կպահպանենք, որովհետև մենք ինքնությունն է, մերն է, մեր լեզուն է, եթե մեր լեզուն գործընծնենք, մենք ինքնին կգործընծնենք։ Ուստի ինչու համար կարևոր է հայերեն սորվիլ, որովհետև հայերեն բառը կա, կգոչվի լեզվամտածողություն։ Այսինքն լեզվիդ վրա հիմնված է, որ քու միտքերդ կկազմավորես։ Եվ որ քու լեզու չես գիտեր, արդեն կսկսես օդարանալ։ Օդարանալ նշանակե ինքզենքեդ հեռանալ։ Ուրեմն սպիրկի մեջ հիմնական է, որ հայը ինքնությունը պահպանելու համար պիտի սորվի իր լեզուն։ Եվրոպացի հայագետները ինչ ասած են։ Լորդ Բայրոն ասած է, Աստուծո հետ խոսելու լեզուն հայերեն է։ Ինքը հայերեն սորված է։ Վենեդիկ կացած է Մխիթարյանների դպրոցը, ինքը անգլիացի մեծ բանաստեղծ է, հայերեն սորված է, հայերեն փարարան գրած է։ Ուրեմն օդարմը կարժևոր է հայերեն լեզուն։ Սորբոնի համալսարանները, որ Ֆրանսայի լավագույն գիտնականներն են, գցեն, որ հայերեն լեզվի ոճաբանությունը ամբիսին է, որ լատիներեն չունի, ֆրանսերեն չունի, իտալերեն չունի, գերմաներեն չունի, հարուստ լեզու է։ Ուրեմն մենք ինքնինց ճանչնալով հայերս, մեր լեզուն ճանչնալով պիտի հասկանանք, որ հարուստ լեզում ունենք։ Եվ այդ լեզուն է, որ մեր ինքնությունը կպահի։ Ինչու համար ես հետաքրքրված եմ լեզվով։ Ես բժիշկ եմ, սրտապան։ Երբ որ քու լեզուդ կճանչնաս, ինքսինքդ կճանչնաս։ Սոկրատ, փիլիսոփա, մեծագույն հույն փիլիսոփաները մեկը ասած է ջանցիր ինքսինքդ, քրափարով գսե ձանիրս քեզ։ Եվ որ դու ինքսինքդ կճանչնաս, միաժամանակ պիտի ճանչնաս, թե ուր դեղեն գուքաս, ինչ կուզես և ուր կուզես հասնել։ Սպյուրքը հայերը, որ ապրած են Հայաստանի շրջակա երկրներուն մեջ, նպատակի մեկ բան եղած է, որպեսզի վերադառնան իրենց բաբենական հողերում։ Այդ բաբենական հողերում մեծ մասը գրավված է թուրքերու կողմեն, բայց ներկայիս կա Հայաստան։ Հայաստան փոքր գլզիակն է, 1/5 հողն է։ Եթե այդ հողին դիրություն չնենք մենք, ինչ ասել է։ Այսինքն մենք մեզի դիրություն չենք կներ։ Այդ է գիտակցությունը, որ գուզեմ ձեր մեջը սերմանել, որ հարուստություն թիզել ու ուրիշ երկրի մեջ լուծում չէ։ Ադի
մասնագի խապեություն է։ Եթե դու գուզես ինքնինքդ ճանչնալ, պիտի ճանչնաս քու անցյալ հարստությունդ։ Հայերը ուր որ կացած են, այդ երկրի շենցուցած են։ Այդ շենությունը ուրիշ երկրի մեջ մինակ պետք չի բախվի։ Մասը պիտի հատկացվի Հայաստանին, որբեսի այդ հողամասը մնա։ Եթե դուք չեք կրնար այդ հողամասի վրա հաստատվիլ, բայց ինչպես մեր նախնիկները գսեն, ես ընգուզենի կդնգեմ գսե 40 տարի ետքը ընգուզները իմ թորնիկներս պիտի վայելեն։ Ուրեմն սպիրկի նպատակը այդ պիտի լա։ Դիրություն ընել իր բաբենական հողին, այդ ընելով ինքնինքը գահավերջացնե, իր նպատակի մասնագի օրեն գահասնի ադի, մարդս կյանքի մեջ իր քոյությունը պիտի իմաստավոր է, ինչու համար գապրի, ուդել խմել է, բարել է, երկել է, մինակ այդ չապ, չէ, մարդը ունի քաղաքապարական, այդ քաղաքապարականի մեջ գա հայրենադիրությունը, հայրենասիրությունը, որ քու անցյալիդ հետ քու գաբը շարունակես, այլապես կյանքը իմաստ չունենար։ Ուրեմն քաղաքին նպատակը պիտի լա մասնագիորեն դիրություն ընել հայրենի հողին։ Վարչակարգը կարգի չէ, վնաս չունի, կփոխենք։ Հաջորդ սերունդները ուր պիտի ապրին։ Աշխարհացրիվ Բուլղարիա, Ռոմանիա, Սուրիա, Հունաստան, Ֆրանսա, Ամերիկա, Ավստրալիա, ինչ պիտի լա։ Եթե մենք քաղաքներու պատմությունը վերցնենք, հստակորեն պատմությունը կհաստատե։ Քաղաքները մաշած են եւ վերացած են։ Ժամանակին հայերը մեծ բաշտոններ ունեին Հնդկաստանի մեջ։ 17-րդ դարում հայերը դիրացած էին հնդկական օվկիանոսին, 150-ը ավելի նավեր ունեին վաճառականական։ 100 տարի այդ վաճառականներուն լեզուն եղած է հայերեն։ Հիմա ուսումնասիրեն Լոնդոնի մեջը այդ վաճառականներուն լեզուն քրավոր գահաստատեն, որ այդ լեզուն եղած է հայերեն։ Ուրեմն հայը հարստացած է Անգլիան, Ֆրանսան, Իտալիան, Հունաստանը, հաբա ինչու չի հարստացնել իր հայրենիքը և չի հաստատել ինքնությունը։ Իհարկե դժվար է։ Հայերեն դպրոց պահելը սպիրկի մեջ շատ դժվար է։ Ժամանակ գուզե, զողողություն գուզե, բայց դու բամը որ գսիրես, ադոր համար զողապերություն գնես։ Ամենից շատ սիրածը երկու հոգի է, մայրդ և գինդ, անգետ կգուկա զավակներդ։ Հայերեն լեզուն կգոչեն մայրենի լեզուն։ Քու մոր գատին հետ գծորվիս քու մայրենի լեզուն։ Իմ բարակայից եղած են թրքերեն, բայց վերջը փոխած է։ Ուրեմն այդ պիտի արժևորե քաղաքի մեջ հայը, որբեսի ինքնին կբահե եւ իր հայրենիքին կարենա օգտակար լալ։ Անդարբերությունը ամենամեծ հիվանդությունն է։ Եվ որ անդարբերես սկացումը արդեն գծկցի հերանալ քեզ մե։ Եվ որ դու գավիս քու լեզվիդ, քու ազգային հարստություններուդ,
մշակույթի մասին մասնավոր չեմ խոսիր, բայց ահագին բաներ ունենք մենք, որ հայերս մյուս ասկերուն դված ենք, որ նույնիսկ չեն ալասեր։ Ուրեմն կարևոր է, որ հայերեն լեզուն քաղուքի մեջ բահվանվի և դարածվի և փոքրիկները սորվին, արժեքը գիտնան։ Ուրեմն լեզվական հարցերու համար ես ինչ հրած եմ։ 10 տարի առաջ իմ գնոջս հետ որոշեցինք, որ մեր ինքնությունը, մեր կյանքը արժևորելու համար ինչ պիտի ունենք։ Գինս իր ունեցվածքը նվիրեց բարձկահայեր միության։ Ես ասի միդերտանք Հայաստան, պիտի ունենանք դպրոց և հայկական հարցերը պիտի մասնագիտորեն լուծել։ Ընդրեցինք դպրոց, հիմա ունենք Ավանի մեջ 1025 հատ աշակերտով դպրոց։ Դպրոցի մեջ հաստատել դվի համոզելով նախարարությունը, որ արևմտահայերեն սորվին և սպիրկի պատմությունը և դասական ուղղագրությունը և արևմտյան քրագանությունը։ Հիմա մեր դպրոցի մեջ շատերը դասական ուղղագրությամբ կգրեն, արևմտահայերեն բառեր և քրագանություն կսորվի։ Ուրեմն փափակս մասնագիտորեն իրականացուցի։ Ուրիշ ինչ կար հայերեն լեզվի հարցը։ Հայաստանի մեջ գործածված հայերենը մեջը ահագին օտար բառեր կան։ Ես մեկ հաշված եմ հաստափոր բառարանները 200, 300, 400 29640 օտար բառեր կան, որուն համարժեքները հայերեն ունենք։ 8 հատ բառարան պատրաստած են հայագետները հոնդեղ, որոնց մեջը 1000 բառ են, մինչև 24000 օտար բառեր կան։ Համարժեքները հայերեն թրված են, բայց պետականորեն հայերեն լեզվի դիրություն չեն հրած։ Եվ չեն բարդատրել, որ օտար բառերը վերանան։ Ես ծանոթ հայագետ ունիմ Լոս Անջելես, պրոֆեսոր Արտեմ Սարգսյան, որ ժամանակին հայերեն լեզվի վարչության պետ եղած է, իր հետ աշխատակցեցանք, եկազմեցինք ասպարարանը։ Անհարգի հաջախագի կործածվող օտար բառերու հայերեն համարժեքներու բառարան։ Այսինքն հաջախ կործածվող բառերու հայերեն համարժեքները 1800 բառ է, դպեցինք, Հրանուշ Հակոբյանը սպիրկի նախարարուի էր, իրեն դարի, ասի ինչ կմտածես, նայեցավ, ասավ, պետք ունին գսավ նախարարություններու և դպրոցները դարած են, մինչև որ դվի, քանի հատ գուցեցեցի, ասավ 5000 ասես, ուրեմն ապսպրեցի, մինչև որ դվի, Փաշինյանը եկա։ Փաշինյանի խումբին մոդեցա, ասին 25 հատ մեզի դուր ստուք ենք, 25 հատ դվի ստուքեցին, ասավ վերջից եկու հետ կգավվենք, չգավվեցա։ Անուղագի գերբով հասկացա, որ ուղղագրությունը դասական ուղղագրություն ասի։ Իրենք դասական ուղղագրության հակառակ են։ Ուրեմն մնաց։ Կսպասեմ, մինչև որ հաջորդ վարչակարգը կգա։ Հաջորդ հարցը ինչ է, մենք հարցեր ունենք ասկային։ Ուրեմն գուզեցի լուծել։ Հայերեն լեզվի հարցը։ Հիմա Հայաստանի մեջ խոսին արևելահայերեն, Բարձկաստանի մեջ, մենք սպիրկի մեջ խոսինք արևմտահայերեն։ Իրենց ակադեմիականները, որբեցի հարցը չլուծեն, ասին, որ եթե մենք ուղղագրության մասին է, դասական ուղղագրություն մենք ուզեցինք, ուրեմն
Ցածական ուղղակրության անցնելու համար, եթե մենք հնենք գսենք, մենք անկրակետ կդառնանք, բայց իրականության մեջ այդպես չէ։ Ափեղանական ուղղակրությունը ժամանակին եղած է, որբեցի հասարակ ժողովրդի մեջ քրակիդությունը դարացեն, բայց հակին սխալներ կա մեջ։ Ուրեմն սպյուրքը չընդունեցավ ադիկա, նույնիսկ Թումանյանը չընդունեցավ, Ստեփան Մալխասյանը, Աղայանը, ասում փողոքրին սակայն պետությունը օրենք անցուց, որ ցածական ուղղակությունը պիտի վերածվի ափեղանականն։ Հիմա իմ բոլոր քայլերուս մեջը գցեմ, որ ափեղանական ուղղակությունը պիտի վերածվի եւ հայերը թե Հայաստան, թե Սփյուռք պիտի ունենան ցածական ուղղակություն։ Հիմա արևելահայերեն եւ արևմտահայերեն ինչու առաջ եկած է։ Արևելահայերը հառաջացած է, որովհետեւ ռուսական գայսրության ենթակա շրջանի մեջ հառաջ եկած է կրապարեն արևելահայերենը։ Իսկ արևմտյան մասը Օսմանյան գայսրության գետրոնը բոլիս էր, բոլսահայերը կրապարեն հառաջացուցին արևմտահայերենը։ Արևմտահայերենը եղավ դասական ուղղակրության, արևելահայերենը սկիզբը դասական էր, վերջը Ափեղյանն փոխել տվավ։ Ուրեմն ես հարց տվի ինքս ասի թուն հայ ես, պատասխան ինքս ասի այո։ Ուրեմն եթե հայ ես, ինչ ազգի կպատկանես, հայ ազգի, քանի Հայաստան, մեկ այլ, հայրենիքը դուր է Հայաստան, քանի Հայաստան կա, մեկ հատ, ուրեմն լեզուն հայերեն է, ինչու համար երկջյուղ հայերեն պիտի լա, եթե մեկ ազգ ես, մեկ ժողովուրդ ես, ինչու մեկ հայրենիք ունիս, ինչու լեզու, երկու լեզու պիտի ունենաս, ինչը առավելությունը չկա, ինչը հերանագարը չկա, մեկ պատասխան կա, բարակտու, ասկային բարակտումի բաճարները մեկը լեզուն եղած է, արևելահայերեն և արևմտահայերեն, ուրեմն հարցը պետք է լուծենք։ Հայաստանի Երևանի մեջ Հրաչյա Աջարյանի հայերեն լեզվի ինստիտուտը կա, ադոր դնորենին բարեկամս է, բացատրեցի, սա հանձնախումբ կազմեն, հանդիպեցա, ասի որ մենք ուղղակրությունը միավորելու համաձայն ենք, բայց լեզուն ոչ։ Ուրեմն ես ասի, որ այս երկուքը միասին պիտի հանձնախումբ կազմեցի հայագետներու, հեռավար երկու, ուրեմն մասնագից հայագետներն էին, Երևան են, Բերութ են, Փարիզ են, Վենեդիգ են և Լոս Անջելես։ Ուրեմն 7 հոգի ամեն ամիս հանդիպեցան մեկ շամ հասկ հայերեն լեզվի հարցերը լուծեցինք մեկ հիմքի վրա։ Հայերեն աշխարհափարը հառաջացած է քրափարեն, հիմքը քրափար էր, ուրեմն քրափարի վրա հիմնված պետք է միավորենք։ 10 օրենք էր արևելահայերենի և արևմտահայերենի տարբերությունը։ Միացուցինք, կազմեցինք գիրք։ Ուրեմն եթե այս գիրքը դպրոցներու մեջ, պետական Հայաստանի մեջ գործած են, հայերը կունենան մեկ լեզու, ուղղակրությունն աթացական է, ուրեմն մենք կդառնանք հայ ազգի անդամներ, մեր ժողովուրդը հայն է, հայրենիքը Հայաստան է, հայերեն լեզուն միասնական քրական հայերեն կդառնա։ Ասի հիմք կդառնա ազգային միասնության։ Հայերս
միշտ կուզենք ազգային միասնություն, նույնիսկ բադարակի ժամանակ, երբ որ գաղութենք, գսենք ազգին հայոց ծեր միություն, միջոցները կան, կարևորը ան է, որ այդ միջոցները իրականացվին, ուրեմն, եթե սպյուրքը սկսի ինքնինքը հարազատը սկալ Հայաստանի հետ գապ հաստատել, հարազատորեն, դիրություն ունե, Հայաստան սպյուրք և լեզուն միասնական հայերը գտարնան միավոր ուժ, հիմա ծրված են, դարդղնած են, աց օրնակ մտամ, ասի 5 մադ է, առանցին գրնած հացիկա ջծմել գդրել, մյուսնա գրնած ջծմել գդրել, մյուսնա գզմա, բայց երբ որ միանան ամենը գտարնա պասուկ չես գրնար, հայը ատ պիդիլլա, Հայաստանը ներգայիս փոքր հողադարածք է, որուն երկու կողմերը թշնամիներ կան, Ադրբեջան և Թուրքիա, մեկը 89 միլիոն, մյուսը մոտավորապես 9 միլիոն, հայերը 3 միլիոն են, այդ 3 միլիոնը պիտի դառնա 11-12 միլիոն, երբ որ սփյուռքահայը Հայաստանի քաղաքացի դառնա, նպատակնից հատ պիտի լա, որ սփյուռք ապրող հայերը Հայաստանի քաղաքացիություն առնեն, գուզեն ապրիլ Բուլղարիա, Ռումանիա, Հունաստան եւ այն թող ապրին, բայց երբ որ քաղաքացի դառնան Հայաստանին, այդ հողը իրենց հարազատ կդառնա, արույն մյուս կդառնա, հաջող կերտան, հող կորց կստեղծեն, այդ երկիրի զարգացման մասին կմտածեն, հիմա հերացած են ամենը մեկ անգյունը, կհարստանան, վերջի մեկ ալգլսեց, որ աս հայը Ամերիկայի մեջ աս համալսարանին աչապ $1,000,000 նվեր ըրած է, ինչու Հայաստանի նվեր բիչին է, հոն հայերը չեն ապրիր, այդ մդայնությունը կաղապարը բիտկա, որ այդ հողը մեզի կպատկանի, այդ հողը, որ 1/5-ն է, պիտի լայնցնենք, միջոց ունենք, այդ մասին հիմա չեմ խոսիր, որը երկար է լա, մենք ունենք դափու մուրհակ, որ Հայաստանի հողը 162,000 քառակուսի կիլոմետր է, պայմանավոր միջազգային թադարան դանենք, բայց սփյուռքը ոտքի պիտի ելլե, ասե որ այդ հողը մեզի կպատկանի, հիմա քնած են, ցան չեն անեց, քնած երեխային գաթալ չեն դար, պիտի լաց, որ մամատ քեզի գատ տա, սփյուռքը հետևանք է հայոց ցեղասպանության, մեծ մասամբ, ցեղասպանությունը ինչից է, մեծ հադրդ, մեծ մայրս, և արի թուրքը սպանած է, իր հարստությունը արած է, հողնալ արած է, ինչու իրեն բիցկես, դափուն մուրհակը թուն ունիս, ինչու թուրքին բիցկես, ինչ է քու նպատակը, մուրացկան ուրիշ երկիրները, մինչև երբ, 100 տարին անցավ ավելի, քու հողի դիրություն պիտի զորացնեց աչապ, որբեսի Թուրքին և Ադրբեջանի խոսք հասկացնես, կամ միջազգային թադարան երթաս, քնացողին գցե ցուկ չգրնա բռնեն, արդուն պիտի լաց, որ ցուկը որ շարժի, գարդը բռնած, քաշես, հայը խելացի է, բայց թմրած վիճակի մեջ է, ինքը սովորած է 30, 40, 50 տարի է, ուրիշ երկրի ծառայություն ունել,
ուրիշ երկիրը հարստացնել։ Եվ վերցուրթուն Բոլիսը, Բաքուն, Թիֆլիսը գլխավոր փողոցները կնա, կցե որ աս հայը, աս թատրոնը շինած է, աս հայը, աս շենքը շինած է։ Ուր այդ հայի չկա։ Շինած, կացած, մեռած է, իր զավակներն կացել են Ամերիկա, Ֆրանսա, Արգենտինա եւ այլն։ Բայց քու արմատները Հայաստանն է։ Այդ հողը ինչու գցկես տուն ադրբեջանցին եւ թուրքին։ Ուրեմն ամփոփելով մեկ բան։ Երբ որ սպյուրքի մեջ հայը իր լեզուն սորվի, ինքնության գծանոթանա, իր արժեքներուն գծանոթանա։ Երբ որ հայը Հայաստանի հետ գաբ ունենա, գծկցի իր մեջը հայրենադիրության ոգին առաջանա, որ այդ հողը մասը իրեն կպատկանի եւ այդ հողը պետք չէ թուրքին եւ ադրբեջանցին տալու։